Ինչպես սիրել թշնամուն, երբ նա ոտնատակ է տալիս քո կյանքի ամենասուրբ բանը։ Պատկերացրեք, ձեր արհեստանոցի դիմաց բուլդոզերի շարժիչն է գրմռում, սպառնալով ջնջել ձեր պապերի թողած ժառանգությունը։ Բայց իսկական հարվածը գալիս է գիշերը, երբ գտնում եք ձեր հոր կյանքի վերջին, անավարտ գործը, սրբազան խաչքարը փշուր-փշուր եղած հատակին։ Մարմարի սառը բեկորները դառնում են սեփական հոգուտ բեկորները։ Սա պատմություն չէ հողի կորստի մասին, սա հարձակում է հենց քո էության վրա։ Առաջիկա րոպեներին մենք կտեսնենք, թե ինչպես է անելանելի վիճակում հայտնված մարդը մերժում վրեժի ճանապարհը։ Բայց ամենակարևորը կբացահայտենք այն միակ հոգևոր զենքը, որը նա գտնում է, և որն ավելի հզոր է, քան ցանկացած բուլդոզեր կամ կաշառված պաշտոնյա։ Այս զենքի կիրառման արդյունքը ոչ միայն կզարմացնի ձեզ, այլև ամբողջությամբ շուռ կտա նրա թշնամու աշխարհը մի կերպ, որ նա երբեք չէր սպասում։ Այս պատմությունը կստիպի ձեզ հարցնել, որտեղ է թաքնված մեր իրական ուժը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե քանիս ենք միասին այս փնտրտուքի մեջ։ Բուլդոզերի դեղին հրեշավոր շերեփը կանգ էր առել Գևորգի արհեստանոցի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ։ Նրա շարժիչի խուլ գվոցը թվում էր, թե սպառնում էր ոչ միայն հողի այդ փոքրիկ կտորը, այլև դարերի լռությունը, որ ներծծվել էր այդ պատերի մեջ։ 45-ամյա Գևորգը, խաչքարագործ վարպետը, կանգնել էր իր արհեստանոցի բաց դռան մոտ։ Նրա ձեռքերը, որոնք սովոր էին քարին նուրբ զարդանախշեր հաղորդել, այժմ սեղմվել էին բռունցքների մեջ այնքան ուժգին, որ մատների ծայրերը սպիտակել էին։ Օդում կախված էր տուֆի նուրբ փոշու և դիզելային վառելիքի սուր հոտի խառնուրդը, հնի ու նորի, հավատքի ու ագահության անհաշտ պայքարի խորհրդանիշը։ Արհեստանոցից այն կողմ փայլուն սև ամենագնացից իջավ Տիգրանը։ Նա 50-անց կլիներ, թանկարժեք կոստյումով, ինքնավստահ ժպիտը դեմքին։ Նա շինարարական ընկերության սեփականատերն էր, մի մարդ, ում համար հողը ոչ թե հիշողություն էր, այլ քառակուսի մետրերով չափվող շահույթ։ Նրա կողքին կանգնած էին երկու թիկնեղ երիտասարդներ, քարե դեմքերով, որոնք անթարթ նայում էին Գևորգին։ «Բարև վարպետ», ձայնեց Տիգրանը, ձեռքում թափահարելով թղթերի մի թզակապ։ «Ինչպես տեսնում ես, բոլոր թույլտվությունները ստացված են։ Վաղվանից սկսում ենք հիմքի փորման աշխատանքները։ Քո այս խրճիթի տեղում շուտով 18 հարկանի էլիտար շենք է բարձրանալու»։ Գևորգի կոկորդում մի գունդ էր կանգնել։ Նա նայեց իր արհեստանոցին։ Դա պարզապես շինություն չէր, դրա պապն էր այն կառուցել։ Հետո հայրը, Վարդան վարպետը, իր ամբողջ կյանքը դրել էր այդ քարերի մեջ։ Ամենուր խաչքարերի անավարտ նմուշներ էին, քարի կտորներ, որոնց վրա դեռ նոր էին սկսել ի հայտ գալ հավերժության նշանները։ Մի անկյունում դրված էր այն մեծ խաչքարը, որի վրա հայրն աշխատել էր իր կյանքի վերջին տարում, բայց չէր հասցրել ավարտել։ Այդ քարը Գևորգի համար սրբություն էր, հոր հետ անավարտ զրույց, չասված խոսք։ «Այս հողը վաճառքի ենթակա չէ, պարոն Տիգրան», Գևորգի ձայնը խրպոտ էր զայրույթից։ «Այստեղ իմ պապի ոգին է, իմ հոր քրտինքը։ Այստեղ ես Աստծո հետ եմ խոսում, քարի միջոցով»։ Տիգրանը քմծի ծախ տվեց։ «Ոգի, քրտինք, ռոմանտիկա, իսկ ես քեզ փող եմ առաջարկում, Գևորգ, լավ փող, այնքան, որ կարողանաս քաղաքից դուրս մի մեծ տուն գնել ու մոռանալ այս փոշոտ տեղը։ Սա քաղաքի կենտրոն է, այստեղ բիզնես են անում, ոչ թե աղոթում»։ Այդ պահին արհեստանոցից դուրս եկավ Գևորգի աշակերտը, երիտասարդ Լևոնը, ձեռքին մուրճ։ Նա կանգնեց Գևորգի կողքին, լարված նայելով եկվորներին։ «Իմ աղոթքը այս քարերն են», կտրուկ պատասխանեց Գևորգը, «և ես դրանք չեմ վաճառում»։ Տիգրանի դեմքը սարեց, ժպիտն անհետացավ, փոխարենը հայտնվեց պողպատե սառնություն։ «Լսիր ինձ, վարպետ, ես քեզ հետ խաղեր չեմ խաղալու, կամ կհամաձայնես իմ պայմաններին, կամ կյանքդ դժոխքի կվերածեմ։ Այս աղմուկն ու փոշին դեռ սկիզբն են, քո նուրբ աշխատանքը շուտով անհնար կդառնա։ Իմացիր, ես միշտ ստանում եմ այն, ինչ ուզում եմ»։ Նա շրջվեց և վերադարձավ իր մեքենան, թողնելով Գևորգին միայնակ բուլդոզերի սպառնալից գվվոցի և սեփական անզոր զայրույթի հետ։ Գևորգը ներս մտավ արհեստանոց, և նրա հայացքը սահեց պատին փակցված փայտե խաչի վրա։ Նա զգում էր, թե ինչպես է իր ներսում փոթորիկ բարձրանում, ատելություն, վախ, հուսահատություն։ Երեկոյան Գևորգի տանը լարված լռություն էր տիրում։
Նրա կինը, Անահիտը, լուռ սուրճ էր պատրաստում, իսկ նրանց երկու դեռահաս երեխաները, 16-ամյա Մարիամը և 14-ամյա Հովհաննեսը, փորձում էին իրենց սենյակներում աննկատ մնալ։ Անահիտը սուրճի բաժակը դրեց սեղանին։ «Գևորգ, մենք պետք է խոսենք։ Այսօր թաղապետարանից էին զանգել։ Ասում են մեր հողի սեփականության փաստաթղթերում խնդիրներ կան»։ «Ինչ խնդիրներ»։ կտրուկ հարցրեց Գևորգը։ «Այդ հողը մերն է արդեն 100 տարի»։ «Ես չգիտեմ, Գևորգ, ինչ-որ հին քարտեզների, սահմանների անհամապատասխանության մասին էին խոսում։ Ասացին, որ Տիգրանի փաստաբանները հայց են ներկայացրել։ Դա նրա ձեռքի գործն է, ես վստահ եմ, նա սկսել է իր պատերազմը»։ Գևորգը բռունցքով հարվածեց սեղանին, բաժակը ցնցվեց և սուրճը թափվեց։ Անասուն, նա կարծում է, թե փողով ու կապերով կարող է ամեն ինչի հասնել, բայց ես նրան թույլ չեմ տա։ Ես կգնամ, կխոսեմ մեր հարևանների, Սարգսյանների, Կարապետյանների հետ։ Միասին պետք է դուրս գանք նրա դեմ։ Հաջորդ օրը Գևորգը շրջեց թաղամասով։ Նրա հարևանները, հին ավանդապաշտ մարդիկ, որոնցից շատերը նույնպես արհեստավորներ էին, անհանգիստ էին։ Նրանք հավաքվել էին պարոն Սարգսի փոքրիկ կոշկակարի արհեստանոցում։ Օդում կախված էր կաշվի և սոսնձի հոտը։ «Նրա մարդիկ ինձ մոտ են եկել», ասաց պարոն Սարգիսը, մի ցածրահասակ, ալեհեր մարդ։ «Փող են առաջարկում։ Ասում են ամբողջ թաղամասը գնելու են, մեծ համալիր են կառուցելու»։ «Իսկ մենք ինչ ենք անելու», անհանգիստ հարցրեց Դարբին Կարապետը։ «Մեր տները, մեր արհեստանոցները, սա մեր կյանքն է, պետք է պայքարել», վստահ ասաց Գևորգը։ «Միասին մենք ուժեղ ենք, պետք է բողոք գրենք, ստորագրահավաք կազմակերպենք, դիմենք լրատվամիջոցներին, նրանք չեն կարող անտեսել մի ամբողջ համայնքի ձայնը»։ Բայց նրանց զրույցն ընդհատվեց, երբ արհեստանոցի դռնից ներս նայեց մի երիտասարդ, Տիգրանի օգնականներից մեկը։ Նա քմծիծաղով նայեց հավաքվածներին։ «Ժողով եք անում։ Իզուր մի հոգնեք, պարոն Տիգրանը ձեզ բոլորիդ լավ առաջարկ է արել, խելոք կլինեք, կընդունեք։ Հակառակ դեպքում, դե դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում վարպետ Գևորգի հողի շուրջ»։ Նա նորից քմծիծաղ տվեց և հեռացավ, թողնելով սենյակում սառը, տագնապալի լռություն։ Գևորգը տեսավ, թե ինչպես վախից տվերն անցավ իր հարևանների դեմքերով։ Նրա դաշինքը դեռ չծնված արդեն ճաքեր էր տալիս։ Տիգրանի օգնականի սպառնալից խոսքերից հետո կոշկակարի արհեստանոցում տիրող լռությունը ծանր էր ու շոշափելի։ Դարբին Կարապետն առաջինը խախտեց այն, նյարդային շարժումով սրբելով քրտինքը ճակատից։ Նրա հզոր ձեռքերը, որ սովոր էին շիկացած մետաղ կռել, թվում էր կորցրել էին իրենց վստահությունը։ «Գևորգ, եղբայր, քո ասածը ճիշտ է, միասնությունը ուժ է, բայց այս մարդը սատանա է, նա կանգ չի առնի ոչնչի առաջ։ Մենք ընտանիքներ ունենք, երեխաներ, իսկ եթե նա մեզանից յուրաքանչյուրի դեմ սկսի նույն խաղը, ինչ քո դեմ է սկսել, ով կպաշտպանի մեզ»։ Պարոն Սարգիսը գլխով արեց համաձայնելով։ «Կարապետը ճիշտ է, մենք պարզ արհեստավորներ ենք, մենք չենք կարող պայքարել այդ գայլերի դեմ։ Գուցե ավելի լավ է վերցնել այն, ինչ առաջարկում են, և հեռանալ խաղաղությամբ»։ Գևորգը նայեց նրանց հուսահատ դեմքերին և զգաց, թե ինչպես է իր մեջքը սառում։ Վախը վարակիչ էր, նրա համայնքը համախմբելու հույսը փշրվում էր իր աչքի առաջ։ «Խաղաղությամբ»։ Նրա ձայնը դողաց զայրույթից։ «Դուք դա խաղաղություն եք կոչում։ Հրաժարվել մեր հայրերի տներից, մեր արհեստից։ Որտեղ ենք գնալու, ինչ ենք անելու, մենք կդառնանք անտուն թափառականներ։ Սա մեր հողն է, մենք այստեղ ենք ծնվել, մեր պապերն են այստեղ թաղված, մենք պետք է կանգնենք ու պայքարենք»։ Չգտնելով աջակցություն, Գևորգը հիասթափված վերադարձավ տուն։ Նա գիտեր, որ միայնակ այս պատերազմում հաղթել չի կարող։ Հաջորդ օրերին նա դիմեց բոլոր հնարավոր մարդկային միջոցներին։ Նա ժամերով նստում էր քաղաքապետարանի միջանցքներում, սպասելով պաշտոնյաների ընդունելությանը, որոնք նրան ընդունում էին սառը քաղաքավարությամբ, լսում էին և խոստանում ուսումնասիրել հարցը։ Նա դիմեց մի քանի լրագրողների, որոնցից մեկը նույնիսկ եկավ, լուսանկարեց արհեստանոցն ու բուլդոզերը, բայց հոդվածն այդպես էլ լույս չտեսավ։ Տիգրանի ստվերն ամենուր էր։ Գևորգը զգում էր իրեն անտեսանելի պատերի մեջ փակված։ Նրա խնայողությունները սպառվում էին, իսկ պատվերներ չկային։ Շինարարության աղմուկն ու փոշին օրեցօր ավելի անտանելի էին դառնում։ Նրա կինը, Անահիտը, փորձում էր նրան քաջալերել, բայց նրա աչքերում էլ հեծ հանգչում հույսի կրակը։ Մի երեկո, երբ Գևորգը հերթական անհաջող փորձից հետո հոգնած վերադարձավ տուն, նրանց այցելեց Անահիտի կրտսեր եղբայրը՝ Լևոնը։
Լևոնը 35 տարեկան, եռանդուն, գործարար տղա էր, ով կյանքին նայում էր պրագմատիկ աչքերով։ Նա նստեց խոհանոցի սեղանի շուրջ, որտեղ ընթրիքը սառում էր, եւ ուշադիր լսեց Գևորգի պատմածը։ «Գևորգ, ես հասկանում եմ քո ցավը, հասկանում եմ քո սկզբունքները», ասաց նա վերջում, բայց դու սխալ ճանապարհով ես գնում։ Դու փորձում ես օրենքով պայքարել մի մարդու դեմ, ով ինքն է գրում օրենքները։ Դու դիմում ես խղճին մի մարդու, ով խիղճ չունի։ «Բա ինչ անեմ, Լևոն», հարցրեց Գևորգը։ «Նստեմ ձեռքերս ծալած ու նայեմ, թե ինչպես է նա ամեն ինչ քանդում»։ Ոչ, Լևոնը առաջ թեքվեց, եւ նրա աչքերում վճռական կայծեր հայտնվեցին։ Պետք է պայքարել նրա իսկ զենքով։ Նա ուժեղ է, որովհետև կեղտոտ խաղեր է խաղում։ Ուրեմն մենք էլ պետք է կեղտոտ խաղանք։ Ես ծանոթներ ունեմ, մենք կարող ենք լավ փաստաբաններ վարձել, որոնք կսկսեն փորփրել նրա բոլոր գործերը։ Վստահ եմ, որ նրա անցյալում բազմաթիվ սև էջեր կան։ Մենք կարող ենք նրա վրա այնպիսի կոմպրոմատ գտնել, որ նա ինքը կգա ու կխնդրի, որ հանգիստ թողնենք իրեն։ Եթե դա էլ չօգնի, կան այլ մեթոդներ։ Մի քանի լավ տղաներ կարող են նրան այնպես բացատրել իրավիճակը, որ նա կմոռանա այս թաղամասի ճանապարհը։ Գևորգը նայեց նրան ապշած։ «Լևոն, դու ինչ ես առաջարկում, որ ես էլ դառնամ նրա նման, որ ես էլ դիմեմ սպառնալիքների ու շանտաժի։ Ես առաջարկում եմ պաշտպանել քո ընտանիքը, Գևորգ», կտրուկ պատասխանեց Լևոնը։ «Երբ գայլը հարձակվում է քո հոտի վրա, դու նրան ավետարան չես կարդում, այլ վերցնում ես մահակը»։ Այս պահին սենյակ մտավ Անահիտը։ Նա լսել էր նրանց զրույցի վերջին մասը։ «Լևոն, ինչ խոսքեր են դրանք», նրա ձայնը դողում էր։ «Մենք քրիստոնյա մարդիկ ենք, մենք չենք կարող չարին չարով պատասխանել»։ Գևորգը, լսելով կնոջ խոսքերը, կարծես ուժ ստացավ։ Նա վեր կացավ, գնաց հյուրասենյակ եւ վերադարձավ հին կաշվեպատ ավետարանը ձեռքին։ Սա այն գիրքն էր, որը նրա պապից էր մնացել։ Նա բացեց Մատթեոսի ավետարանը, գտավ լեռան քարոզի հատվածը եւ սկսեց դանդաղ ընդգծված կարդալ։ Լսել եք, որ ասվել է. «Աչք աչքի դիմաց, ատամ ատամի դիմաց»։ Իսկ ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կացեք, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին։ Նա բարձրացրեց գլուխը եւ նայեց Լևոնին։ «Ահա մեր զենքը, Լևոն, սա է մեր մահակը»։ Լևոնը ծիծաղեց, դառը անհավատ ծիծաղով։ «Ճիշտ է, Գևորգ, շատ գեղեցիկ խոսքեր են, բայց մինչ դու աղոթում ես քո թշնամու համար, նա քանդում է քո տունը։ Մինչ դու նրան օրհնում ես, նա անիծում է քո ապագան։ Սա 21-րդ դարն է, այս խոսքերն այստեղ չեն աշխատում։ Ես ռեալիստ եմ, իսկ դուք երազողներ եք»։ Նա վեր կացավ։ «Ես չեմ կարող նայել, թե ինչպես եք կործանում ձեզ։ Եթե դու պատրաստ չես պայքարելու, ես ինքս կանեմ դա։ Ես կգտնեմ միջոցներ Տիգրանին կանգնեցնելու համար։ Դուք ուզում եք ապավինել Աստծուն, խնդրեմ, իսկ ես կապավինեմ ավելի իրական ուժերի»։ Նա դուռը շխրքացնելով դուրս եկավ, թողնելով Գևորգին ու Անահիտին լուռ ծանր մթնոլորտում։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն չէր լուծել խնդիրը, այլև ճեղք էր առաջացրել նրանց ընտանիքի ներսում։ Նրանք բաժանվել էին երկու ճամբարի, եւ Գևորգը զգաց, որ այժմ նա պետք է պայքարի ոչ միայն արտաքին թշնամու, այլև իր հարազատների անհավատության ու վախի դեմ։ Նա նայեց ավետարանի բաց էջին եւ առաջին անգամ կասկածի մի սառը ստվեր սովոսկեց նրա սիրտը։ Արդյոք Լևոնը ճիշտ էր։ Լևոնի հեռանալուց հետո տանը տիրող լռությունը ավելի ծանր էր, քան դրսի շինարարական աղմուկը։ Գևորգը նստած էր խոհանոցում, հայացքը հարած ավետարանի բաց էջին, բայց տարրերը լողում էին նրա աչքերի առաջ։ Նրա կասկածները, որոնք ծնվել էին եղբոր խոսքերից, աճում էին սնկի պես, թունավորելով նրա հավատքի մնացորդները։ Անահիտը մոտեցավ եւ զգուշորեն ձեռքը դրեց նրա ուսին։ «Գևորգ, մի լսիր նրան, նա չի հասկանում, նա միշտ էլ այդպիսին է եղել, տաքարյուն, աշխարհիկ, նրա համար ամեն ինչ չափվում է փողով ու ուժով, բայց մենք գիտենք, որ կա ավելի մեծ ուժ»։ «Իսկ եթե նա է ճիշտը, Անահիտ», հոգնած ձայնով պատասխանեց Գևորգը, «իսկ եթե մենք ուղղակի միամիտ ենք»։ «Ես կարդում եմ այս խոսքերը. «Սիրեցեք ձեր թշնամիներին» եւ փորձում եմ հավատալ դրանց, բայց իմ սիրտը լի է ատելությամբ։ Ես ուզում եմ, որ Տիգրանը տանջվի։ Ես ուզում եմ, որ նա կորցնի այն ամենը, ինչ ունի։ Ինչպես կարող եմ սիրել նրան։ Սա անհնար է։ Իմ աղոթքները չեն հասնում առաստաղից վեր»։ Անահիտը նստեց նրա կողքին եւ վերցրեց նրա ձեռքը։ «Գուցե մենք սխալ ենք հասկանում այդ խոսքերը, Գևորգ։ Գուցե սիրել չի նշանակում զգալ։ Գուցե դա նշանակում է անել։ Հիշո՞վ ես Տեր Հակոբն ինչ էր ասում. «Պայքարել ոչ թե մարդու, այլ նրա մեջի չարի դեմ»։
Գուցե մենք պետք է մի քայլ անենք, ոչ թե զգացմունքով, այլ կամքով։ Այդ խոսքերը սերմի պես ընկան Գևորգի մտքում։ Հաջորդ մի քանի օրը նա անընդհատ մտածում էր դրանց մասին։ Նա չէր կարող սիրել Տիգրանին, բայց գուցե կարող էր մի բան անել, որը կխախտեր ատելության այս շղթան։ Նա որոշեց մի անհավանական, գրեթե խենթ քայլի դիմել։ Նա 2 օր փակվեց արհեստանոցում։ Չնայած դրսի աղմուկին ու փոշուն, նա աշխատում էր աննախադեպ կենտրոնացմամբ։ Նա վերցրեց տուֆի մի փոքրիկ, գեղեցիկ կտոր և դրա վրա քանդակեց մի նրբաճաշակ խաչքար, զարդարված կենաց ծառի ու խաղողի ողկույզների նախշերով։ Դա մի փոքրիկ գլուխգործոց էր, ստեղծված ոչ թե պատվերով, այլ հոգու խորքից բխող անհասկանալի մղումով։ Երբ աշխատանքն ավարտվեց, նա զգուշորեն փաթաթեց այն փոփուկ կտորի մեջ։ «Դու ի՞նչ ես անում», հարցրեց Լևոնը, ով եկել էր տեսնելու, թե ինչպես է իր վարպետը։ Սա Տիգրանի համար է», դժվարությամբ արտաբերեց Գևորգը։ Լևոնը նայեց նրան այնպես, կարծես նա խելագարվել էր։ «Դու լուրջ ես, դու նրան նվեր ես տանելու, այն մարդուն, ով քանդում է քո կյանքը»։ Չլսելով աշակերտի առարկությունները, Գևորգը հագավ իր մաքուր վերնաշապիկը և ուղղվեց դեպի շինհրապարակի մյուս կողմում գտնվող ժամանակավոր գրասենյակ վագոնը։ Սիրտը բաբախում էր կուրծքրի տակ։ Ամեն քայլը պահանջում էր հսկայական կամային ջանք։ Նա իրեն զգում էր զինվորի պես, որն առանց զենքի գնում է թշնամու որջը։ Տիգրանը նստած էր մեծ սեղանի հետևում, հեռախոսով ինչ-որ մեկի վրա գոռալով։ Նա զարմացած նայեց ներս մտնող Գևորգին։ «Ինչ ես ուզում այստեղ», կոպիտ հարցրեց նա, անջատելով հեռախոսը։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն բացեց կտորի փաթեթը։ Նա խաչքարը դրեց սեղանին, փայլեցված տուֆի և թղթերի քաոսի մեջ։ «Սա ձեզ համար է», հանգիստ ասաց նա։ «Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և ձեզ խաղաղություն տա»։ Տիգրանը մի պահ լուռ նայում էր, սկզբում խաչքարին, հետո Գևորգի դեմքին։ Նրա աչքերում զարմանքի փոխարեն արհամարհանք կար։ Նա վերցրեց խաչքարը, մի պահ պտտեց ձեռքերի մեջ, կարծես գնահատելով դրա արժեքը։ Հետո նա արեց մի բան, որը սառեցրեց Գևորգի երակների արյունը։ Նա անփութորեն, կարծես ճմրթված թուղթ լիներ, խաչքարը նետեց սեղանի տակի աղբամանի մեջ։ Մի գլուխ ձայն լսվեց, երբ քարը դիպավ մետաղին։ «Ինձ քո քարերը պետք չեն, վարպետ», սառը ձայնով ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք։ Հիմա գնա այստեղից, ես գործ ունեմ»։ Գևորգը դուրս եկավ գրասենյակից, կարծես հարված ստացած լիներ։ Նրա ոտքերը հազիվ էին նրան պահում։ Նվաստացումը այրող թույնի պես տարածվում էր նրա մարմնով։ Նրա միամիտ հույսը, որ բարի քայլը կարող է ինչ-որ բան փոխել, փշրվել էր։ Նա ոչ միայն չէր հասել իր ուզածին, այլև իրեն զգում էր հիմար, թույլ և ծաղրված։ Նա վերադարձավ արհեստանոց և ընկավ աթոռին, դեմքը թաղելով ձեռքերի մեջ։ Լևոնը լուռ կանգնած էր անկյունում։ Նա ոչինչ չասաց, բայց նրա հայացքն ավելի խոսուն էր, քան ցանկացած բառ։ Այն ասում էր. «Տեսա՞լ, վարպետ, ես քեզ զգուշացնում էի»։ Այդ օրը Գևորգը հասկացավ, որ Քրիստոսի պատվիրանին հետևելը շատ ավելի բարդ է, քան նա պատկերացնում էր։ Դա ոչ միայն ատելությունը հաղթահարելու, այլև նվաստացումը կրելու, մերժումը տանելու և հավատալու շարունակելու կարողություն էր, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Նրա առաջին փորձը ձախողվել էր, բայց հոգու խորքում նա զգում էր, որ սա ոչ թե վերջն է, այլ միայն սկիզբը մի շատ ավելի դժվարին և խորը ճանապարհի։ Գևորգի նվաստացումը Տիգրանի գրասենյակում միայն սկիզբն էր։ Տիգրանը, հասկանալով, որ իր սովորական ճնշման մեթոդները Գևորգի վրա այնքան էլ չեն ազդում, որոշեց փոխել մարտավարությունը և հարվածել ամենացավոտ տեղին՝ նրա բարի անվանին և ընտանիքի պատվին։ Մի քանի օր անց տեղական, քիչ հայտնի թերթերից մեկում հայտնվեց մի զրպարչական հոդված։ Վերնագիրը գոռում էր. «Խարդախ արհեստավորը խաբեությամբ տիրացել է պետական հողին»։ Հոդվածում, առանց անուններ տալու, բայց պարզ ակնարկներով, Գևորգը ներկայացվում էր որպես մի ստահակ, ով տարիներ շարունակ անօրինական զբաղեցրել է քաղաքի կենտրոնում գտնվող թանկարժեք հողատարածքը, օգտվելով ինչ-որ կեղծ փաստաթղթերից։ Նշվում էր, թե իբր նա խոչընդոտում է քաղաքի զարգացմանը հանուն իր անձնական շահի։ Հոդվածը լի էր կիսաճշմարտություններով և բացահայտ ստով, բայց այն գրված էր այնպես, որ ընթերցողի մոտ կասկած չմնար հերոսի մեղավորության հարցում։ Գևորգը, կարդալով այդ տողերը, զգաց, թե ինչպես է գետինը փախչում իր ոտքերի տակից։
Սա ավելի վատ էր, քան բուլդոզերի սպառնալիքը, սա հարված էր նրա ինքնությանը, նրա պապերի ժառանգությանը։ Հարվածի հետևանքները չուշացան։ Հաջորդ շաբաթ օրը, երբ Գևորգի մայրը, տիկին Վարդուհին, գնաց թաղամասի շուկա, նա բախվեց սառը, անտարբեր պատի։ Տիկին Վարդուհին 70 անց, հարգված, բոլորի կողմից սիրված կին էր, ով իր ամբողջ կյանքն ապրել էր այդ թաղամասում։ Սովորաբար նրան դիմավորում էին ժպիտներով ու բարի խոսքերով, բայց այսօր ամեն ինչ այլ էր։ Կանաչեղեն վաճառող Աշոտը, ով տասնյակ տարիներ նրանց հարևանն էր, խուսափեց նրա հայացքից և ձևացրեց, թե զբաղված է սպասարկել։ Հացթուխ Ռուբենը, կում մոտ տիկին Վարդուհին ամեն օր հաց էր գնում, չոր պատասխանեց, թե հացը վերջացել է, թեև նրա հետևում դարակները լիքն էին թարմ թխված հացով։ Ամենանվաստացուցիչը եղավ, երբ նա մոտեցավ պանրի վաճառասեղանին։ Վաճառողուհին մի կին ում աղջկա հարսանիքի համար Գևորգը մի գեղեցիկ խաչ էր նվիրել, բացահայտ շրջեց երեսը և սկսեց սպասարկել մեկ այլ գնորդի, անտեսելով տիկին Վարդուհուն։ Ծեր կինը կանգնեց մի պահ, շփոթված, ձեռքին դատարկ զամբյուղը։ Նրա շուրջը մարդիկ շշնջում էին, նրան մատնացույց անում։ Նա զգաց, թե ինչպես են իր ոտքերը թուլանում։ Նա դանդաղ շրջվեց և հեռացավ շուկայից, չգնելով ոչինչ։ Նրա ուսերը կախ էին ընկել, իսկ աչքերը լի էին արցունքներով, որոնք նա փորձում էր զսպել։ Երբ տիկին Վարդուհին տուն վերադարձավ և պատմեց եղելությունը, տանը պայթյուն տեղի ունեցավ։ Անահիտը սկսեց լաց լինել։ Գևորգի որդին Հովհաննեսը, բռունցքները սեղմած, պատրաստ էր դուրս վազել և հաշվեհարդար տեսնել իրենց զրպարտողների հետ, իսկ Գևորգը կանգնել էր մեջտեղում, քարացած։ Նրա խղճի խայթը սուր դանակի պես խոցում էր սիրտը։ Նրա քրիստոնեական մոտեցումը, նրա չարին չարով չպատասխանելու որոշումը հանգեցրել էր նրան, որ իր մայրը հանրային ամոթի էր ենթարկվել։ Լևոնի խոսքերը հնչում էին նրա ականջներում. «Մինչ դու աղոթում ես, նա քանդում է քո տունը»։ Բայց պարզվեց, որ Տիգրանը քանդում էր ոչ միայն նրա տունը, այլև նրա ընտանիքի պատիվը, նրանց տեղը համայնքում։ Այդ երեկո նրանց տուն եկավ Տեր Հակոբը։ Նա արդեն լսել էր հոդվածի և շուկայում տեղի ունեցածի մասին։ Նա նստեց Գևորգի կողքին։ «Սա ծանր փորձություն է, զավակս», մեղմ ասաց նա։ «Քրիստոսի ճանապարհը հաճախ անցնում է Գողգոթայով։ Նրան էլ էին անարգում, նրա վրա էլ էին թքում։ Բայց ես Քրիստոսը չեմ, Տեր հայր», դառնությամբ պատասխանեց Գևորգը։ «Ես սովորական մարդ եմ, և ես չեմ կարող նայել, թե ինչպես են իմ մորը նվաստացնում իմ պատճառով։ Ինչ իմաստ ունի իմ այս ներողամտությունը, եթե դրա գինը իմ ընտանիքի տառապանքն է։ Գուցե Լևոնն էր ճիշտ, գուցե ես պետք է մոռանայի ավետարանի մասին և պաշտպանեի իմ ընտանիքի պատիվը այնպես, ինչպես դա կաներ ցանկացած նորմալ տղամարդ»։ Տեր Հակոբը մի պահ լռեց, հետո խորը շունչ քաշեց։ «Գևորգ, հասկացիր, սիրիր թշնամուդ պատվիրանը ռազմավարություն չէ թշնամուն հաղթելու համար։ Դա ճանապարհ է սեփական հոգին փրկելու համար։ Տիգրանը կարող է խլել քո հողը, քո բարի անունը, բայց նա չի կարող խլել քո հոգին, քանի դեռ դու ինքդ այն չես հանձնել ատելությանը։ Դու փորձեցիր բարիք անել նրան, և դա ձախողվեց։ Դա այն պատճառով, որ դու դեռ սպասում էիր, որ քո բարիքը կփոխի նրան։ Բայց Քրիստոսի սերը անպայմանական է, այն չի սպասում պատասխանի, այն պարզապես տալիս է։ Դու դեռ չես հասկացել այդ խորհրդի խորությունը, քո պայքարը դեռ նոր է սկսվում, և այն ավելի շատ քո ներսում է, քան դրսում։ Գևորգը լսում էր, բայց նրա սիրտը չէր ընդունում այդ խոսքերը։ Մարդկային տրամաբարությունը, վիրավորված արժանապատվությունը, որդիական պարտքի զգացումը գոռում էին նրա ներսում, պահանջելով գործել, պատասխանել, վրեժ լուծել։ Նա հայտնվել էր մի խաչմերուկում, որտեղ մի ճանապարհը տանում էր դեպի աշխարհիկ, հասկանալի պատասխան, իսկ մյուսը դեպի Քրիստոսի անհասկանալի, պարադոքսալ իմաստությունը։ Եվ նա չգիտեր, թե որ ճանապարհով գնալ։ Հաջորդող շաբաթը Գևորգի համար վերածվեց մղձավանջի։ Նրա ներքին պայքարը հասել էր իր գագաթնակետին։ Մի կողմից նրա սիրտը եռում էր վրեժի ծառավից, մյուս կողմից Տեր Հակոբի խոսքերը և ավետարանի պատվիրանները թույլ չէին տալիս նրան անդառնալի քայլ կատարել։ Նա չէր կարողանում աշխատել, չէր կարողանում քնել, չէր կարողանում նայել իր ընտանիքի անդամների աչքերին։ Նա իրեն զգում էր մեղավոր նրանց տառապանքների համար։ Լևոնը մի քանի անգամ զանգել էր, խոսելով ինչ-որ կոնկրետ քայլերի մասին, բայց Գևորգը խնդրել էր իրեն ժամանակ տալ։ Նա զգում էր, որ կանգնած է անդունդի եզրին, և հաջորդ քայլը որոշելու է ոչ միայն իր, այլև իր հոգու ճակատագիրը։ Լիակատար հուսահատության մեջ, առանց որևէ մեկին զգուշացնելու, մի առավոտ նա մեքենան նստեց և ուղղվեց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանք։ Նա գիտեր, որ պետք է մենակ մնա, հեռու աշխարհի աղմուկից, հեռու բոլոր խորհուրդներից ու մեղադրանքներից։
Գեղարդի վանքը դիմավորեց նրան իր հնամենի խաղաղ լռությամբ։ Քարանձավային եկեղեցու սառը, խոնավ օդը կարծես մաքրեց նրա տանջված միտքը։ Նա մոմ վառեց, բայց չաղոթեց, բառեր չկային, նրա հոգին դատարկ էր և չոր, ինչպես անապատը։ Նա դուրս եկավ և նստեց վանքի բակում գտնվող մի հին քարի վրա, նայելով շրջապատող ժայռերին։ Նա այնտեղ նստեց ժամեր շարունակ, անշարժ, անմիտ։ Նրա ներսում ամեն ինչ լռել էր, այլևս չկար ոչ զայրույթ, ոչ ցավ, ոչ հավատ, ոչ կասկած, միայն սառը, խորը դատարկություն։ Հենց այդ պահին, երբ նա հասել էր իր հոգևոր անկման ամենախոր կետին, նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան։ Վանքի բակում խաղում էին մի քանի երեխաներ։ Նրանցից մեկը, մի չարաճճի տղա, վերցրեց գետնից մի սուր եզրերով քար և նետեց դեպի բակում պառկած մի թափառական շունը։ Քարը դիպավ շանթաթին, կենդանին ցավից կենկենգաց և կաղալով փախավ։ Այդ պահին վանքի խցերից մեկից դուրս եկավ մի ալեհեր, չորուկ վանական։ Նա տեսավ տղայի արարքը։ Գևորգը լարվեց, սպասելով, որ վանականը կբարկանա, կկանչի տղային, կխրատի նրան, բայց վանականը արեց մի բան, որը ցնցեց Գևորգին։ Նա հանգիստ մոտեցավ այն տեղին, որտեղ ընկած էր քարը, զգուշորեն վերցրեց այն, սրբեց փոշին և տարավ դեպի վանքի կիսավեր պարսպի մոտ, որտեղ մի քանի այլ քարեր էին դրված։ Նա քարը զգուշորեն դրեց պարսպի հիմքում, ճիշտ այնտեղ, որտեղ բացակ կար։ Քարը կատարելապես տեղավորվեց, ամրացնելով քանդված պատի մի փոքրիկ հատվածը։ Հետո նա շրջվեց մեղմ ժպտաց չարաճճի տաղային և վերադարձավ իր խուցը։ Այդ տեսարանը տևեց ընդամենը մի րոպե, բայց Գևորգի համար դա հավերժություն էր։ Նրա ուղեղի մեջ կարծես կայծակ փայլատակեց։ Նա հանկարծ տեսավ այն, ինչը մինչև այդ թաքնված էր իր աչքից։ Նա հասկացավ. «Սիրիր թշնամուդ»։ Այս խոսքերը հանկարծ ստացան բոլորովին նոր, անսպասելի իմաստ։ Դա չի նշանակում հանդուրժել չարը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է վերցնել այն քարը, որը նետել են քո վրա, և դրանով ոչ թե պատասխան հարված տալ, այլ կառուցել, վերցնել թշնամու կործանարար էներգիան և այն վերածել արարչական ուժի, չզիջել, այլ վերահղել հարվածը։ Տիգրանը նրա վրա նետում էր ատելություն, փոշի, զրպարտություն, նվաստացում, իսկ ինքը, Գևորգը, փորձում էր կամ նույն քարով պատասխանել, ինչպես առաջարկում էր Լևոնը, կամ պարզապես կանգնել ու թույլ տալ, որ այդ քարերը հարվածեն իրեն, ինչպես ինքն էր հասկանում ներում բառը։ Երկու ճանապարհներն էլ տանում էին դեպի կործանում, բայց կար երրորդ ճանապարհը, Քրիստոսի ճանապարհը, որը ցույց տվեց ծեր վանականը, վերցնել թշնամու զենքը և դրանով ստեղծել, ոչ թե քանդել։ Այդ գիտակցումը այնքան պարզ էր, այնքան հանճարեղ, որ Գևորգը զգաց, թե ինչպես են իր աչքերից արցունքներ հոսում, բայց դրանք հուսահատության արցունքներ չէին, այլ ազատագրման և լուսավորության։ Նա հասկացավ, որ իր բոլոր նախորդ փորձերը կամ օրենքով պայքարելը, կամ միամիտ նվեր տանելը մակերեսային էին։ Նա փորձում էր փոխել իրավիճակը առանց փոխելու իրեն, իսկ Քրիստոսի խորհուրդը վերաբերում էր ոչ թե արտաքին մարտավարությանը, այլ ներքին փոխակերպմանը։ Նա վեր կացավ, նրա մեջքն ուղղվել էր, իսկ հայացքը պարզ էր։ Դատարկությունը լցվել էր խաղաղությամբ և վճռականությամբ։ Նա դեռ չգիտեր, թե կոնկրետ ինչ է անելու, բայց նա գիտեր ամենակարևորը։ Նա գտել էր ճիշտ ճանապարհը։ Նա այլևս չէր լինել զոհ։ Նա կլիներ շինարար, նույնիսկ այն քարերով, որոնք նետում էին իր վրա։ Գևորգը Գեղարդից վերադարձավ բոլորովին այլ մարդ։ Նրա քայլվածքի մեջ հայտնվել էր վստահություն, իսկ աչքերում խաղաղ լույս, որը վաղուց չէր երևում։ Նա այլևս չէր փախչում խնդրից, այլ պատրաստ էր դիմավորել այն։ Այդ երեկո նա հավաքեց իր ընտանիքին, Անահիտին, մորը, երեխաներին, և զանգեց Լևոնին, խնդրելով անպայման գալ։ Երբ բոլորը հավաքվեցին հյուրասենյակում, Գևորգը կանգնեց նրանց առջև։ Օդում լարվածություն կար։ Լևոնը նայում էր նրան թերյահավատորեն, կարծես սպասելով հերթական միամիտ քարոզին։ Տիկին Վարդուհին անհանգիստ նայում էր տղային, վախենալով, որ նա կարող է ինչ-որ հուսահատ քայլի դիմել։ Գևորգը խորը շունչ քաշեց։ «Ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել», սկսեց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ «Ներողություն, որ իմ թուլության և սխալ ընկալման պատճառով ձեզ բոլորիդ տառապանքի ենթարկեցի։ Ես սխալ էի հասկանում Տիրոջ խոսքերը։ Ես կարծում էի, թե պետք է կամ հարվածին հարվածով պատասխանեմ, կամ թույլ տամ, որ ինձ ոտնատակ տան։ Երկուսն էլ սխալ էին»։ Նա մի պահ լռեց, թույլ տալով, որ խոսքերը տեղ հասնեն։ «Ես հասկացա, որ մեր պատասխանը պետք է լինի ոչ թե պաշտպանական կամ հարձակողական, այլ արարչական։ Մենք պետք է վերցնենք այն չարիքը, որը Տիգրանը սփռում է մեր շուրջը, և դրանով բարիք ստեղծենք»։ Նա շարունակեց արդեն ոգևորված.
Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպիսի դրա վրա կառուցի էլիտար շենք, փող աշխատելու համար։ Նա մեր տարածքը դիտարկում է որպես շահույթի աղբյուր։ Իսկ մենք հենց նրա քթի տակ, մեր արհեստանոցի կողքի լքված փոքրիկ հողակտորի վրա, որը դեռևս մեզ է պատկանում, կսկսենք վերականգնել հին մոռացված Սուրբ Գևորգ մատուռի ավերակները։ Մենք նրա ագահության տարածքը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Մենք կանենք դա մեր ձեռքերով, մեր միջոցներով, անվճար։ Մենք կհավաքենք թաղամասի բոլոր քարտաշներին, որմնադիրներին, բոլոր նրանց, ում նա փորձում է վախեցնել, եւ կկառուցենք մի բան, որը կմնա դարերով։ Այն դեպքում, երբ նրա շենքը դեռ հիմք չի ունենա։ Սենյակում մեռյալ լռություն տիրեց։ Բոլորը նայում էին Գևորգին ապշահար։ Առաջինը ձայն տվեց Լևոնը։ Դու խելագարվել ես, նրա ձայնի մեջ զարմանքից բացի նաև զայրույթ կար։ Սա ինչ է, հերթական գեղեցիկ ժեստ է։ Դու կարծում ես դա կկանգնեցնի Տիգրանին։ Նա կծիծաղի մեր վրա։ Նա իր բուլդոզերով կանցնի այդ մատուռի վրայով։ Սա ինքնասպանություն է։ Ոչ, սա հարություն է, հանգիստ առարկեց Գևորգը։ Նա կարող է քանդել քարե պատերը, բայց նա չի կարող քանդել այն, ինչ մենք կկառուցենք մարդկանց սրտերում։ Մենք նրանց ցույց կտանք, որ կա մի ուժ, որն ավելի հզոր է, քան նրա փողն ու իշխանությունը։ Դա ստեղծելու ուժն է։ Այդ պահին Անահիտը, ով մինչ այդ լուռ լսում էր, մոտեցավ ամուսնուն։ Նրա աչքերը փայլում էին։ Նա տեսնում էր իր ամուսնու մեջ այն կրակը, որը վաղուց էր մարել։ Ես քեզ հետ եմ, Գևորգ, հաստատուն ասաց նա։ Ես հավատում եմ քեզ, սա ճիշտ ճանապարհն է։ Տիկին Վարդուհին նայեց որդուն, հետո հարսին։ Նրա դեմքին դանդաղ ժպիտ հայտնվեց։ Ձեր պապը միշտ ասում էր. «Տունը քարերով չեն կառուցում, այլ հավատքով։ Կառուցեք, զավակներս, Աստված ձեզ հետ»։ Լևոնը գլուխը թափ տվեց, չհավատալով իր ականջներին։ Դուք բոլորդ խելագարվել եք, սա աղետի է հանգեցնելու։ Ես չեմ մասնակցի այս թատրոնին։ Նա շրջվեց և դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Հաջորդ օրը Գևորգը գնաց Տեր Հակոբի մոտ և պատմեց իր որոշման մասին։ Ծեր քահանան երկար լսեց նրան, և նրա աչքերը խոնավացան։ Դու գտել ես զավակս, հուզված ասաց նա։ Դու գտել ես իմաստության բանալին։ Սա է Քրիստոսի սիրո դրսևորումը, ոչ թե պասիվ համակերպում, այլ ակտիվ, ստեղծագործական սեր։ Ես կխոսեմ մեն արքեպիսկոպոսի հետ, մենք եկեղեցու կողմից կօգնենք, ինչով կարող ենք։ Այս մատուռի վերականգնումը կդառնա ոչ միայն քո, այլև մեր ամբողջ համայնքի պատասխանը չարին։ Բայց Գևորգի նոր գաղափարը ոչ բոլորի սրտով էր։ Երբ նա կրկին հավաքեց հարևաններին և ներկայացրեց իր ծրագիրը, արձագանքները տարբեր էին։ Դարբին Կարապետի աչքերը վառվեցին։ Սա հանճարեղ է, Գևորգ, մենք նրանց ցույց կտանք, թե ինչ է նշանակում կառուցել։ Ես կպատրաստեմ մատուռի դռան ցանցավանդակը, ամենագեղեցիկը, որ երբևէ պատրաստել եմ։ Բայց կոշկակար պարոն Սարգիսը կասկածամտորեն թափ տվեց գլուխը։ Իսկ եթե Լևոնը ճիշտ է։ Իսկ եթե Տիգրանը գա ու ամեն ինչ քանդի, մեր աշխատանքը իզուր կանցնի։ Մենք միայն ավելի կզայրացնենք նրան։ Գևորգի համայնքը բաժանվեց երկու մասի։ Ոմանք, ոգևորված նրա տեսլականով, պատրաստ էին միանալու նրան։ Մյուսները, վախեցած հետևանքներից, նախընտրեցին հեռու մնալ։ Գևորգը հասկացավ, որ իր առջև դժվարին ճանապարհ է սպասվում, բայց նա այլևս մենակ չէր։ Նա ուներ դաշնակիցներ, և ամենակարևորը, նա ուներ հստակ նպատակ, որը ծնվել էր ոչ թե ատելությունից, այլ սիրուց և արարումից։ Հաջորդ երկուշաբթի առավոտյան, երբ Տիգրանի բուլդոզերները նորից սկսեցին իրենց խուլ գվվոցը, Գևորգը և նրա փոքրաթիվ համախոհները, Դարբին Կարապետը, երիտասարդ աշակերտ Լևոնը և ևս երկու հարևան, դուրս եկան ոչ թե բողոքելու, այլ աշխատելու։ Նրանք սկսեցին մաքրել մատուռի ավերակների տարածքը, հավաքելով մոլախոտերն ու աղբը։ Գևորգը իր արհեստանոցից բերեց իր լավագույն գործիքները։ Նրա շարժումները հանգիստ էին ու վստահ։ Նրա դեմքին զայրույթի կամ վախի հետք անգամ չկար։ Նա պարզապես աշխատում էր, կենտրոնացած և խաղաղ։ Տիգրանի շինարարները սկզբում զարմացած նայում էին այս տարօրինակ տեսարանին։ Հետո, հասկանալով, որ սա ինչ-որ նոր մարտահրավեր է, նրանք անցան հակահարձակման։ Շինհրապարակից եկան Տիգրանի երկու ամենագնացները։ Նրանցից դուրս եկան մի քանի թիկնեղ տղաներ, Տիգրանի անվտանգության աշխատակիցները։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, բայց սկսեցին հոգեբանական պատերազմ։
Նրանք մեքենաների բարձրախոսներով ամբողջ հզորությամբ միացրին գռեհիկ աղմկոտ երաժշտություն, որը թնդում էր ամբողջ թաղամասում։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը միտումնավոր լցնել մաքրված տարածքը, ստեղծելով աղբակույտ։ Նրանք բարձրաձայն վիրավորանքներ էին հնչեցնում, ծաղրելով Գևորգին և նրա ընկերներին, նրանց անվանելով խելագար աղանդավորներ։ Դարբին Կարապետի երակներում արյունը սկսեց եռալ։ Նա վերցրեց մի մեծ քար և պատրաստվում էր պատասխանել նրանց լեզվով, բայց Գևորգը հանգիստ դրեց ձեռքը նրա ուսին։ «Կարապետ ջան, մի տրվիր սադրանքին», ասաց նա։ «Նրանք հենց դրան են սպասում։ Նրանք մեզ քարեր են տալիս, շատ լավ, եկեք այդ քարերով մեր պատը շարենք»։ Եվ նա, վերցնելով աղբի միջից մի ամուր լավ քար, մոտեցավ մատուռի հիմքին և զգուշորեն դրեց այն շաղախի վրա։ Դա մատուռի առաջին քարն էր։ Կարապետը մի պահ նայեց Գևորգի հանգիստ դեմքին, հետո նետեց իր ձեռքի քարը և նույնպես մի լավ քար ընտրելով աղբի միջից, դրեց Գևորգի դրած քարի կողքին։ Տիգրանի մարդկանց յուրաքանչյուր վիրավորանքին, յուրաքանչյուր աղմկոտ երգին, յուրաքանչյուր նոր լցված աղբի դույլին Գևորգն ու նրա ընկերները պատասխանում էին ևս մեկ քար դնելով մատուռի պատին։ Նրանց աշխատանքը վերածվեց լուռ աղոթքի, համառ անխոս դիմադրության։ Այս տարօրինակ դիմակայությունը չէր կարող աննկատ մնալ։ Թաղամասի բնակիչները, որոնք սկզբում վախեցած հետևում էին իրադարձություններին իրենց պատուհաններից, սկսեցին դուրս գալ։ Սկզբում մոտեցավ պարոն Սարգիսը, կոշկակարը։ Նա մի պահ լուռ նայեց, հետո առանց որևէ բառ ասելու վերցրեց մի դույլ և սկսեց օգնել մաքրել տարածքը։ Նրան հետևեց հացթուխ Ռուբենը։ Նա մի մեծ սկուտեղով թարմ տաք հաց բերեց աշխատողների համար։ «Սա իմ քարն է, եղբայրներ», ասաց նա, հացը դնելով մի մաքուր տեղ։ Ժամ առ ժամ մարդկանց թիվն ավելանում էր, կանայք ջուր ու սնունդ էին բերում, երիտասարդները միանում էին աշխատանքին, քարեր տեղափոխելով, շաղախ պատրաստելով։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ շուկայում երես էին թեքում տիկին Վարդուհուց, այժմ ամաչելով մոտենում և իրենց օգնությունն էին առաջարկում։ Գևորգի անձնական պայքարը վերածվել էր համայնքային շարժման։ Նրա անսասան հանգստությունը, չարին բարով պատասխանելու նրա կարողությունը վարակիչ էին դարձել։ Մարդիկ տեսնում էին, որ իսկական ուժը ոչ թե բղավելու և սպառնալու, այլ ստեղծելու և կառուցելու մեջ է, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում։ Տիգրանի տղաները շարունակում էին իրենց հոգեբանական ճնշումը, բայց նրանց գործողություններ արդեն անիմաստ էին թվում։ Նրանց աղմուկը խեղդվում էր աշխատող մարդկանց լուռ համառության մեջ։ Օրվա վերջում, երբ արևը մայր էր մտնում, մատուռի պատը արդեն մի քանի շերք բարձրացել էր, տարածքը մաքրվել էր, մարդիկ հոգնած, բայց գոհունակ նստած էին քարերի վրա, կիսելով Ռուբենի բերած հացը։ Տիգրանի մեքենաները վաղուց հեռացել էին։ Գևորգը նայում էր իր շուրջը հավաքված մարդկանց, իր հարևաններին, իր համայնքին։ Եվ նրա սիրտը լցվում էր երախտագիտությամբ։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն փրկել էր իր հոգին ատելությունից, այլև վերակենդանացրել էր մի ամբողջ համայնքի ոգին։ Նա վերցրել էր թշնամու նետած քարը և դրանով ոչ միայն իր տան, այլև իր ժողովրդի տան հիմքն էր դնում։ Հակամարտությունը դարձել էր հրապարակային, և այժմ Տիգրանը պետք է պայքարեր ոչ թե մեկ համառ արհեստավորի, այլ միասնական, ոգեշնչված համայնքի դեմ։ Մի քանի շաբաթ անց մատուռի պատերն արդեն հասնում էին մարդահասակ բարձրացիուն։ Գևորգի նախաձեռնությունը վերածվել էր իսկական համաժողովրդական շինարարության։ Ամեն օր աշխատանքից հետո տասնյակ մարդիկ էին հավաքվում, օգնելու, ով ինչով կարող էր։ Լուրը տարածվել էր քաղաքով, և նույնիսկ այլ թաղամասերից մարդիկ էին գալիս, իրենց լուման ներդնելու այս անսովոր գործում։ Լրագրողներ էին հայտնվել, այս անգամ ոչ Տիգրանի կողմից վարձված։ Նրանք նկարահանում էին ոգևորված մարդկանց զրուցում Գևորգի հետ։ Տիգրանի համար իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից։ Նրա հոգեբանական ճնշումները դադարել էին, քանի որ դրանք միայն ավելի շատ մարդկանց էին գրավում դեպի մատուռի շինարարությունը։ Նա կորցնում էր իր դիրքերը, և դա նրան խելագարեցնում էր։ Մի օր կեսօրին մոտ, երբ շինարարությունը սամ ու ռազգարե էր, Տիգրանի սև ամենագնացը կտրուկ արգելակեց մատուռի մոտ։ Նա դուրս եկավ մեքենայից։ Նա մենակ էր։ Նրա դեմքը մռայլ էր, աչքերում սառը կրակ։ Շինարարության վրա տիրեց լռություն։ Բոլորը սառած նայում էին նրան։ Տիգրանը, չնայելով ոչ ոքի, ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով այդ պահին պատի վրա քար էր տեղադրում։ Սա գագաթնակետն էր։ Բոլորը սրտատրոփ սպասում էին պայթյունի։
Գևորգը դանդաղ շրջվեց և կանգնեց Տիգրանի դիմաց, նա չհեռացավ, չթաքնվեց, նա հանգիստ նայում էր Տիգրանի աչքերի մեջ։ Նրա հայացքում ոչ վախ կար, ոչ ատելություն, այլ միայն խորը, հանգիստ տխրություն։ «Ինչ ես ուզում»։ Ձայնը խզվեց Տիգրանի կոկորդում։ «Ինչ ես ուզում ինձանից։ Ինչու ես այս ամենն անում»։ Գևորգը մի պահ լռեց, հետո ձեռքը տարավ և գետնից վերցրեց մի փոքրիկ, ձեռքի մեջ տեղավորվող հարթ քար։ Նա մաքրեց փոշին և մեկնեց այն Տիգրանին։ «Ես իմացա ձեր ծնողների անունները՝ Սարգիս և Մանուշակ», շատ հանգիստ ասաց Գևորգը։ «Նրանք թաղված են մեր քաղաքի հին գերեզմանատանը։ Ես գնացի այնտեղ։ Նրանց տապանաքարերը խարխլվել են։ Այս մատուռը ոչ միայն մեր, այլև նրանց հիշատակին է կառուցվում։ Եթե ուզում եք, կարող եք այս քարը դնել պատի մեջ ի հիշատակ նրանց»։ Այդ խոսքերը հնչեցին ոչ թե որպես մեղադրանք, այլ որպես հրավեր։ Դրանք շրջանցեցին Տիգրանի զրահը և հարվածեցին նրա ամենախոցելի տեղին։ Նրա դեմքի քարե դիմակը ճաք տվեց։ Մի ակնթարթ նրա աչքերում երևաց ոչ թե ինքնավստահ գործարարը, այլ մի մոլորված, դժբախտ տղա, ով վաղուց կորցրել էր իր ծնողներին։ Նրա շուրթերը սկսեցին դողալ։ Նա նայեց Գևորգի մեկնած քարին, հետո Գևորգի աչքերին։ Նրա ներսում տեղի էր ունենում սարսափելի պայքար։ Նա ուզում էր գոռալ, հայհոյել, քանդել ամեն ինչ, բայց չկարողացավ։ Գևորգի հանգիստ, անպայմանական սերը զինաթափել էր նրան։ Նա մի քանի վայրկյան կանգնեց այդպես, հետո, առանց քարը վերցնելու, առանց որևէ բառ ասելու, կտրուկ շրջվեց, նստեց մեքենան և սրընթաց հեռացավ։ Այդ օրվանից հետո Տիգրանն այլևս չհայտնվեց։ Նրա բուլդոզերները լռեցին, իսկ շինարարությունը սառեցվեց։ Մի քանի ամիս անց մատուռն արդեն ավարտված էր։ Փոքրիկ, բայց լուսավոր ու գեղեցիկ, այն դարձավ թաղամասի սիրտը։ Գևորգի արհեստանոցը նորից լցվել էր պատվերներով։ Մարդիկ գալիս էին ամբողջ քաղաքից, խաչքար պատվիրելու այն վարպետից, ով կարողացել էր քարերով հաղթել պողպատին։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել հենց արհեստանոցում։ Մի օր, երբ Գևորգն աշխատում էր, դուռը բացվեց և ներս մտավ Լևոնը։ Նա երկար ժամանակ էր ինչ չէր երևում։ Նա լուռ մոտեցավ, վերցրեց գործիքները և սկսեց օգնել Գևորգին, աշխատելով մի կտոր քարի վրա։ Նրանք ոչինչ չասացին միմյանց, բայց այդ լռության մեջ կար ամեն ինչ՝ ներողություն, հարգանք և վերագտնված եղբայրություն։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն փրկել էր Գևորգի արհեստանոցը, այլև վերականգնել էր նրա ընտանիքը։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Գևորգի պատմությունը ցույց է տալիս, որ Քրիստոսի իմաստությունը ոչ թե վերացական փիլիսոփայություն է, այլ կյանքի ամենահզոր գործիքը։ Այն սովորեցնում է մեզ, որ չարին հաղթում են ոչ թե նույն չարությամբ պատասխանելով, այլ նրա կործանարար էներգիան վերածելով արարչական ուժի։ Այս պատմությունը փոխեց մի ամբողջ համայնքի կյանքը, վերականգնեց կապերը, վերադարձրեց հավատը։ Եվ հիմա ես ուզում եմ հարցնել ձեզ. կիսվեք, խնդրում եմ, մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքի դժվարությունների մեջ։ Ինչ քարեր են նետում ձեր վրա և ինչպես կարող եք դրանցով կառուցել, ոչ թե քանդել։ Եկեք միասին սովորենք կիրառել մեր Տիրոջ իմաստությունը մեր առօրյայում։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Թող Աստծո խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։